Հայաստանի Հանրապետությունը խմելու եւ ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։ Ջուր տինի որ խմես։ 3 օրվա առաջի կեսին տեղեկատվություն տարածեց, որ Veolia ջուր կազմակերպությունը ջրային գրաֆիկ է սահմանել ջրի մատակարարման վերաբերյալ եւ մենք հազարավոր քաղաքացիներս այսուհետ ջուր ունենալու ենք 17-ժամյա ռեժիմով։ Ինչ է պարզվում։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ջրային կորուստները 65% են կազմում։ Որպեսզի համադրելիությամբ պատկերացնեք, հեծը Հայ էլեկտրական ցանցեր կազմակերպությունը Կարապետյանների ընտանիքի կառավարման շնորհիվ եւ օրոք էներգիայի կորուստները հասցրել է 6%-ի։ 65% կորուստ, 6% կորուստ։ Սա նշանակում է, որ Veolia ջուրը կառավարության պատկան մարմինները տապալել են մեր ջրային ռեսուրսների կառավարումը։ Ինչ տեղի ունեցավ։ Նարեկ Կարապետյանը հրավիրեց մամուլի ասուլիս եւ մենք ուժեղ Հայաստանի համնից հայտարարեցինք, որ սա անթույլատրելի է եւ ներկայացրեցինք խնդիրը։ Առավոտյան ինչ հրաշք տեղի ունեցավ, պարզվեց երեկոյան կառավարությունը հայտարարել է, որ չեղարկում են Veolia ջրի սահմանած ջրային ժամային գրաֆիկը։ Այսինքն, կամ Veolia ջուրը չարամտորեն էր ջրային գրաֆիկ սահմանում, ինչը ըստ էության հանցավոր արարք է եւ կարելի ասել ինչու ոչ նաեւ դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կրկին թերացում է թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքների եւ թե կառավարության լիազոր մարմինների եւ կամ կառավարության միջամտությամբ արկա ճգնաժամային պայմանների հետաձգում է նախընտրական հերթական միջամտությունը, որը կարճաժամկետ ու երկարաժամկետ մակարդակով լրջագույն խնդիրների է մեզ բերելու։ Ամեն դեպքում հարցը լուծված չէ։ Ուժեղ Հայաստանում այդ խնդիրները լուծված են լինելու, որովհետև իշխանության է գալու մի ուժ, որը ունի փորձառություն կորուստները կանխարգելելու, վերացնելու եւ համակարգը վերազինելու։ Ուժեղ Հայաստանում հայը չի կարող ունենալ մի բաժակ ջրի խնդիր։